Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով Բաքու է մեկնել, արդեն մեկնարկել է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մինչ այդ Շտայնմայերը Երևանում էր, այդ ընթացքում Բերլինի եւ Բաքվի միջև դիվանագիտական սկանդալ հասունացավ։ Գերմանիայի նախագահի սոցցանցի էջում Արցախի դրոշով հրապարակման համար։ Շտայնմայերի էջից հրապարակումն արագորեն հեռացվեց, իսկ Բերլինը Բաքվի պահանջով ներողություն խնդրեց։ Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը դիմել է Գերմանիայի նախագահին Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Մայրաթորից հայտնում են, որ Սուրբ Էջմիածին այցի ընթացքում Գերմանիայի նախագահը վստահեցրել է, որ կգործադրի իր միջնորդական ջանքերը ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է։ Սպուտնիկին այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Քրեական վարույթը նախաձեռնել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայից հետո։ Գործի ընթացքից այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնել։ Գլխավոր դատախազությունը ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից եւ հրթիռային զորքերի ու հրետանու վարչության նախկին պետ Արմեն Հարությունյանից պահանջում է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ բռնագանձել։ Հակոբյանին եւ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել, դրանց համաձայն պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան այդքան արժողության անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Ըստ դատախազության գնված տեխնիկան անարդյունավետ է եւ մինչ օրս չի կիրառվել։ Եվ Հակոբյանը եւ Հարությունյանը իրենց գրվող մեղադրանքները չեն ընդունում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները ձգձգում են բանակցությունները Ուկրաինայում հրադադարի շուրջ։ Քննարկումներին ծանոթ աղբյուրի համաձայն Սպիտակ տան վարչակազմը դիտարկում է ագրեսիվ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, ներառյալ Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ։ Նա հավելել է, նախագահ Թրամփը հիասթափված է Պուտինից եւ կարծում է, որ Ռուսաստանը դանդաղեցնում է համապարփակ հրադադարի շուրջ բանակցությունները։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթն իր հերթին ասել է, Թրամփը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը սկսել է հարկադիր արձակուրդի ուղարկել Պրահայի կենտրոնակայանի աշխատակիցներին, քանի որ ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը չի փոխանցել կոնգրեսի կողմից հատկացված ապրիլ ամսվա ֆինանսավորումը։ Չնայած գործակալությունը չեղարկել է ռադիոկայանի դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման մասին որոշումը, սակայն ռադիոկայանի ֆինանսավորումն այդպես էլ չի ապահովել։ Ազատ Եվրոպա ազատությունը նոր միջնորդություն է ներկայացրել Վաշինգտոնում ԱՄՆ շրջանային դատարան։